Խոսքի, բեմական շարժման և երաժշտության սինթեզի վրա հիմնված ստեղծագործությունը երիտասարդների մեկնությամբ է հնչում։ Մարզերում երիտասարդ օպերային երգիչներ ծրագիրը սկսում են Գյումրիից։ Առաջին համերգային երեկոն բացվեց մենակատար գյումրեցի 19-ամյա Հրաչյա Մուրադյանի ելույթով։ Հայկական, ինչպես նաև իտալական և ֆրանսիական օպերային ստեղծագործությունները Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ երգիչները ներկայացնում են դրամատիկ, խոսուն լեզվով և բարձր կատարողական վարպետությամբ։ Երիտասարդ օպերային երգիչների ծրագիրը 10 տարի է շրջագայում է մարզերում։ Գաղափարի համահեղինակն է անվանի օպերային երգիչ, տենոր, բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Կեղամ Գրիգորյանը։ Համերգային ծրագիրը նվիրված էր ժողովրդական արտիստի 75-ամյակին։ Հանրահռչակել, բացահայտել օպերայի լայն ու բովանդակալից աշխարհը, վստահված դերերքերը կատարել ճիշտ ու մաքուր։ Հենց այս առաքելությամբ արդեն 10 տարի ծրագիրը կրթում և դաստիարակում է հայկական օպերայի նոր սերունդը։ Երիտասարդներից շատերը, որոնք մարզերից են, այս համերգին ելույթ են ունենում առաջին անգամ։ Ծրագիրը յուրաքանչյուրի մոտ բացահայտում է տաղանդը։ Եթե երգիչը ճիշտ կարող է ամեն բան ընկալել, ամեն բան հասկանալ, ճիշտ աշխատել ջրաջան, իրան շատ մեծ բեմեր կարող է տալ։ Մենք ունենք մեր ծրագրի մեջ աստղեր, այս պահին գործող Եվրոպայում, նույն ինքը Ջուլիանա Գրիգորյանը, լիքը հայեր, որ աշխարհ են ներկայացնում։ Շատ շնորհակալ եմ Լևոն Սերգեևիչին այս հնարավորության համար։ Գյումրիից հետո մենք նաև գնալու ենք այլ մարզեր, սակայն Գյումրին գտնում եմ, որ առանձնահատուկ տեղ ունի Հայաստանի պատմության, ստեղծագործական պատմության մեջ։ Գյումրիից շատ արվեստագետներ ունենք, համաշխարհային ճանաչում ունեցող եւ Հայաստանի համար շատ մեծ հաղթանակներ բերած։ Զիտա Տերտերյանը 15 տարեկան է, ծրագրի շրջանակում ելույթ ունեցող 12 երիտասարդ երգիչներից կրտսերն է։ Ինչպես Զիտայի, այնպես էլ մյուս կատարողների հմտությունները ձևավորել ու զարգացրել են երկարատև հետևողական աշխատանքի շնորհիվ։ Երիտասարդները կրթվում են վարպետ կատարողների ջանքերով։ Ճանաչված օպերային երգչուհի Օֆելիա Համբարձումյանը ժամանակին ևս այս ծրագրի սաներից է եղել։ Այժմ դասավանդում աշխատում է երիտասարդ օպերային երգիչների հետ։ Ինչպես նրա, այնպես էլ ծրագրի ղեկավարների համար առաջնային է բացահայտել տաղանդներին, որոնք Հայաստանի տարբեր մարզերից են։ Մեր մասնագիտական փորձն ենք փոխանցում ու դա շատ կարևոր է մեր մատաղ սերունդին կրթելու, զարգացնելու եւ պատրաստենք ու շատ հաջողված ծրագիր է այս ծրագիրը ու շնորհակալ ենք նաեւ կրթության գիտության նախարարությանը աջակցելու եւ մարզերում գտնելու, այսպես ասած, տաղանդներին բացահայտելու եւ ներգրավելու մեր քաղաքային կյանքին։ Ծրագիրը առաջի հերթին դա մի կամուրջ է, երևի կարելի ասել կոնսերվատորիայի եւ օպերայի բեմի միջև, որտեղ որ երիտասարդները խղկվում են, ձեռք են բերում անհրաժեշտ եւ տեխնիկան, երգեցողական, մեծ օպերային բեմերի համար, ծանոթանում են միջազգային այս պահին բոլոր տենդենսների երգեցողական եւ ձեռք են բերում շատ մեծ փորձ մասնակցելով արդեն լիսկ մեր օպերայի բեմադրություններին։ Երիտասարդ օպերային երգիչների շրջագայությունը մինչև տարեվերջ կշարունակվի հանրապետության ևս 8 մարզերում։ Ակադեմիական բարձրարժեք երաժշտարվեստը իր գեղագիտությամբ հասանելի դարձնելով հանրության ավելի լայն շրջանակների։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։